Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը այդ հարցը քննարկի եւ ճանաչի, ես կարծում եմ բոլորը տեղյակ եք Հայաստանի Հանրապետության նախագահի դիրքորոշումներին եւ այդ դիրքորոշումները միասնական կերպով կիսում ենք մենք ազգային ժողովի մեծամասնությունը եւ մենք համարում ենք, որ այսօր գլխավոր գործընթացը դա Մինսկի խմբի խաղաղ բանակցություններն են։ Մենք վստահում ենք միջազգային հանրության կողմից ձևավորված այդ մանդատ ունեցող իրավասություն ունեցող մարմնին Մինսկի խմբին եւ մենք տեսնում ենք, որ այն աշխատանքը, որը այդտեղ կատարվում է, դա աշխատանք է, որը կարող է բերել դեպի հարցի խաղաղ կարգավորում։ Իհարկե, ԱՄՆ նախագահի խոսքում այս տարվա խոսքում տարբերություն կա եւ այդ տարբերությունը տեսանելի է եւ այսօր նա խոսում է հայ ժողովրդի ժողովրդավար պետության ազատասեր ժողովրդի այս ուրեմն բառաբաշարով սա մենք նկատում ենք, բայց եւ այնպես մենք այսօր մտել ենք մեկ դար հետո այլ պայքարի։ Սա պայքար է նրա համար, որ աշխարհը ճանաչի ոչ թե հայության ցեղասպանությունը, այլ ճանաչի այն պատիժները, որ պիտի ստանան ցեղասպանները եւ ճանաչի այն պայքարը, որը մենք դրոշակակիր ենք, պայքար ամբողջ աշխարհում ցեղասպանությունները չկրկնվելու համար։ Հիշում եմ եւ պահանջում մենք մեր կարգախոսին, մենք ավելացրել ենք արդեն այլևս երբեք մեր կարգախոսը եւ ուզում եմ եւս մեկ անգամ ձեզ հիշեցնել երեք Հայաստանի Հանրապետության նախագահը գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթի մեջ մի շատ կարեւոր միտք արտահայտեց այս բոլորիս միասնական պայքարի արդյունքում ես հավատում եմ որ գալու է այն ժամանակը երբ մարդիկ եւ ապագա սերունդները միայն գրքերից են իմանալու որ ցեղասպանություններ են եղել